այո, սա ֆանտաստիկա չէ, սա իրականություն էր ու ես որքան երեք ամբողջ օրվա ընթացքում որքան ընթերցում եի, որքան ուսումնասիրում եի ու հասկանում եի, որ ինչքան ուղղակի ֆանտաստիկ մարկանցով ենք մենք շրջապատված։ Ես այս բառը շատ հաճախ եմ օգտագործում, բայց ուրիշ կերպ չի լինի, ոչ եթե այն բառերով կարող սկսեմ խոսել, թույն գժական ինձանից նեղանակ, բայց այլ կերպ չի լինում։ Լավ, նեղանալ չի լինում։ Դու այնքան լավ շնորհակալ եմ։ Լավ, անցնենք թեմային եւ մեր հյուրերին։ Դեկտեմբերի 18-ին եւ 19-ին օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ պրեմիերա հայկական անմահ էպոսի Սասունցի Դավթի բացառիկ բեմականացում։ Ավելի քան 52 400 հոգանոց մանկապատանեկան երգչախումբ 500 քառակուսի մետր մակերեսով 80 կտորից հսկայական դեկորներ եւ սա այն ամենը չէ, որովհետեւ շատ ու շատ բան ունենք խոսելու ներկայացնելու, իսկ այդ ամենի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Երևան քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների հավաքական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանը, Լույս Արավոտի եւ էպոսագետ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի գրական տեքստերի հեղինակ Հայկ Համբարձումյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհավորում եմ բոլորիդ այդ մեծ թիմին, ահռելի մեծ թիմին այս ֆանտաստիկ գժական գործի հետ կապված, բայց երևի առաջին հարցս Հայկին, Հայկ ինչպես հնարավոր է էպոսի գիծը չկորցնել ու այս ամեն ինչը սենց մաքսիմալ ու ժամ 40 րոպեվա մեջ տեղավորվում։ Շատ դժվար է եւ իսկապես երկարատև աշխատանք է, երբ ինձ առաջարկվեց քաղաքապետարանի կողմից այս աշխատանքին մոտենալ, ես սարսափեցի, որովհետեւ շատ դժվար է ընդհանրապես մեր էպոսը մշակելը։ Մենք գիտենք, որ էպոսի ինչ-որ մի տեքստ կամ Թումանյանի մշակումը, բայց իրականում բազմաթիվ բարբառներով ավանդված տարբերակներ են եւ դրանք պետք է հավաքել, մշակել, ներկայացնել ու հատկապես այնպես, որ հասկանալի մաչել լինի պատանիների, երեխաներին եւ հատկապես 21-րդ դարում։ Այ դուք հաղորդումից առաջ ասում եք, ինչպես է հնարավոր մեր սմարթֆոնների դարում էպոսը մոտեցնել երեխաներին կամ երեխաներին մոտեցնել էպոսը, այ հենց այդ հիմնական խնդիրն է դրված եղել, բայց նաև գլխավոր խնդիրը եղել է այն, որ մենք չպարզեցնենք էպոսը, այսինքն պահպանենք նրա գլխավոր ուղերձները, ասելիքը, արդարություն, հայրենասիրություն, ազնվություն, այն շատ կարևոր խիզախություն, քաջություն, հավատարմություն, անցյալի կարևոր մշակութային արժեքներին փորձենք այդ ուղերձները տեղավորել երգերի մեջ։ Այս դեպքում իհարկե արդեն երաժշտական խմբի հետ աշխատանքն է շատ կարևոր։ Ինչով է բացառիկ այս բեմադրությունը։ Արմեն երևի։ Գիտեք, հաշվի առնելով մասշտաբայնությունը նախագծի, սա ինքնին արդեն բացառիկ է հենց իր մասշտաբայնությամբ, ներգրավելով 400 հոգանոց երգչախումբ, ներգրավելով բալետային խումբ, Հողարթունն է, իդեպ ուզում եմ սա նշել, երաժշտության հեղինակը եւ կատարողը, եւ բեմադրությունն էլ մենք կտեսնենք ժամանակակից նոր լեզու, որը, այսինքն մենք դասական ժանրից մի փոքր շեղվել ենք, սա ժանր է, որը շատ ավելի մոտ է երեխաների սրտին, իրենց լեզուն է, իրենց դարի երաժշտությունն է, նոր լուծումներով եւ պարային լուծումներն էլ համապատասխան են հենց բեմադրական ամբողջ բեմադրությունը համապատասխան է երաժշտության այս նոր ոճին։ 400 երեխա, ես ամբողջ ընթացքում դեպս թիվն եմ մտածում, մանսուրյանական նախագծից դուք մոտ 300 երեխային ծանոթ եք, աշխատել եք իրենց հետ։ 270 էր, եթե չեմ սխալվում, մանսուրյանականում ու արդեն ծանոթ էի շատ-շատերի հետ երեխաների եւ այս նախագծի շրջանակներում մենք համալրեցինք կազմը եւ ունեցանք մոտ 400 երեխա, հեշտ չի աշխատանքը բնականաբար, բայց իրենք շատ մեծ սիրով են գալիս եւ սիրում են այն գործը, որով զբաղվում են եւ սա շատ դեպքերում փրկում է ուղղակի մեզ։ Իսկ ինչպես ծնվեց բալետ օրատորիա ձևաչափով այն ներկայացնելու գաղափարը հենց։ Երևի։ Ես կարծում եմ, որ իրականում ի սկզբանե նախատեսված չէր այնպես, ինչպես այ հիմա մենք պետք է հանդիսատեսի դատին հանձնենք, որովհետև շատ բաներ սկզբում ստեղծագործական աշխատանքի ընթացքում պարզ եղավ, թե այ վերջին արդյունքը մենք ինչպես ենք տեսնում։ Շատ բարդ է, այո, հենց նախատեսված է իհարկե երգչախմբերի համար, բայց հետո աստիճանաբար եւ նյութը եւ նաեւ այն ինչ որ ստեղծվեց այդ աշխատանքի ընթացքում Սասնա Ծռեր էպոսից թույլ տվեց, որպեսզի ինքը բեմական
այլ ձև ստանա։ Ես ունեմ գիտեմ, որ էպոսի ճոճուղը ձեր համար շատ ցենց ամենա Ինձ համար այո։ ինչու։ Ամենա ցենց հուզիչն ինչու։ Գիտեք, երևի փոքր մհերի կերպարն է, որ ինքը մի տեսակ ինձ համար ոչ ավարտուն ինչ որ բան ունի իր մեջ, միգուցե մի քիչ ավելի տխուր, չհասկացված, Հայկը մի անգամ ասաց, այո, մի անգամ ասաց աշխարհից 21-րդ դարի աշխարհից նեղացած ինչ որ այս չգիտեմ ինչու եւ երաժշտությունը եւս շատ համապատասխանում է 4-րդ ճյուղին եւ կարծում եմ փոքր մհերի կերպարը այս Հայկը ավելի հստակ կասի, բայց թերևս Սասնա ծռեր էպոսի այն հերոսն է, որը անընդհատ բացահայտման կարիք ունի։ Այո, այդպես է եւ երկու կտրվածքով ինքը իհարկե աշխարհից ինչ որ չափով նեղացած, հեռացած է, որովհետեւ իր ժամանակը անցել են ցուցազնական, ազնիվ, ուժով ղեկավարվող աշխարհը փաստորեն փոխվել է, այնտեղ արդեն աշխարհը ասում է սատանայությամբ է ղեկավարվում, բայց միաժամանակ մեր ժողովուրդը իր հույսերն է կապել մեր հետ, որ քարայրը, ագրավաքարը մի օր կբացվի եւ նա այնտեղից դուրս կգա եւ հայի փրկությունը կբերի, այսինքն այս երկակի բանը կա եւ ինձ համար էլ այդ կերպարը շատ խորհրդանշական ու հետաքրքիր է, որովհետև այ մենք ինչ որ բանից նեղանում ենք, աշխարհից փակվում ենք, բայց նաև այնտեղ մնում ենք եւ պահում ենք այն լավագույն բաները, որ կան գուցե մեր ժողովրդի մեջ, այսինքն այդ ազգային արժեքներ կարևոր եւ լավ ժամանակների դեպքում մենք կհանենք եւ կշարունակենք ապրել, այսինքն մերը մեր ժողովրդի հավերժականության խորհուրդն էլ ունի իր մեջ։ Ես նաև մտածում եմ երաժշտության մասով, ինչպես հնարավոր է, հա, էլեկտրոնենետրոնի երաժշտության օգնությամբ փոխանցել այս ամեն ինչը, որովհետև գիտեմ նույնիսկ կա դրվագ, օրինակ Ձենով Օհանը, որ չէ, գորալով, ման, բայց լրությամբ, բայց իր ձայնը լսվում է։ Այդ ուղղակի չգիտեմ, Արթուր Ալեքսանդրյանն երևի շատ ավելի մանրամասն դրպես։ Շատ խորհրդավոր ձևով է ասեմ, որ դա ներկայացնում։ Այստեղ ոչ թե մշակութային առաքելություն կա, այստեղ նաև երևի հոգեբանական ինչ որ առաքելություններ ունենք։ Սա երևի հնարավորություն է յուրաքանչյուրից, ոչ միայն երեխաներին է սա վերաբերում, առհասարակ բոլորից հնարավորություն է վերադառնալու շրջվելու դեպի արմատներ մեր պատմություն, որովհետև այսօր էլ չէ մենք ունենք Դավիթներ։ Ես վստահ եմ, որ մենք ունենք Դավիթներ, բայց պարզապես բոլոր ժամանակներում ենք ունեցել, ուղղակի ինչպես մեր բալետ օրատորիան է ավարտվում, այս շատ հատկանշական խոսքեր են, Ծուր Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը հայոց երկրի, սրանք իզուր խոսքեր չեն, ես կարծում եմ, որ Դավթի այս հերոսական կերպարը պիտի վերածնվի մեր մեջ եւ այս վերածնումը սրա վրա պիտի աշխատենք մենք ամեն օր մեր ազնվությամբ, մեր արդարությամբ, այն հատկանիշներով, որոնք իսկապես բնորոշ են մեզ։ Պարոն Համբարձումյան, Սասունցի Դավիթ էպոսը այսօր ինչպես է խոսում նոր սերնդի հետ։ Ինչպես բոլոր մեծ ստեղծագործությունները իրենք ժամանակից դուրս են եւ միշտ հավերժական ուղերձներ կան կարեւոր, որոնց մի մասը ես թվարկեցի, խոսելը հենց խոսում է այս տեսակ նորացման շնորհիվ, որովհետեւ ասացի, որ բարբարներով է ավանդվել եւ բարբարները այսօր շատերին հետակ հասկանալի չեն եւ նույնիսկ գրական մշակումներն էլ ինչ որ չափով գուցե կարող են ժամանակակից սերնդին ձանձրալի թվալ, չնայած հանճարեղ ստեղծագործություն է Թումանյանի Սասունցի Դավիթը, ամեն դեպքում կարդում եմ, բայց պետք է երևի թե ժամանակակից միջոցներով այս դեպքում նաև երաժշտության, բեմականացման ուղեկցությամբ այդ ուղերձները հասցնել տեղ, եթե կարելի է ասել, եւ գրավել մարդկանց, որպեսզի նրանք կարողանան գալ գուցե ժամանցի ակնկալիքով, բայց նաև խորամուխ լինեն, արդեն առնչվեն այդ կարևոր ուղերձների հետ, որ էպոսը փոխանցվում է։ Դա մի նշվեց, օրինակ հենց ավարտվում է օրատորիան այդ խոսքերով, որ պետք է հաղթանակը բերի Դավիթը, բայց իհարկե այնտեղ շատ կարևոր է այ վերադարձը շատ կարևոր արժեքների եւ հիշելը ընդհանրապես դու ով ես, որտեղից ես գալիս, ամենակարևոր ուղերձը հիշեցնելը, որ մենք ունենք այս հերոսականության օրինակները, շատ ուրիշ հերոսականության օրինակներ էլ ունենք։ Էպոսը միայն զուտ տեքստ չի, այլ այն ստեղծող ժողովրդի համար սփազան մի բան է եղել եւ նրանք հավատացել են այդ խոսքի զորությանը։ Մենք էլ հավատում ենք այս խոսքի զորությանը, որը սերնդեսերունդ փոխանցում է եւ մեր ժողովրդին պահում է այնպեսին, ինչպեսին կան։ Մեր ժողովրդին վաղվա օրվա նկատմամբ հավատ է ներշնչում, հերոսականություն է ներշնչում, հիշեցնում է կրկին, թե ով ենք մենք եւ էպոսի այդ կարևոր աղոթքը կա, որ
շատ տարբեր տեղերում հնչում է հենց օրատորիայի մեջ ես տարբեր տեղերում հատուկ այդպես դրել եմ հացն ու գինի տեր կենթանի Մարութասուրբ Աստվածածին խաչ պատերազմին իմ աջ բասկին այս մի sense կարևոր թալիսման է կարմիր թելի նման անցնում է որով էպոսի հերոսները հաղթանակներ են տանում այսինքն այս ինքը շատ խորհրդավոր իհարկե մի քիչ բարդ բան է բայց ամեն դեպքում եթե նույնիսկ խորամուխ չլինենք այդ սիմվոլիկ բաների մեջ կտեսնենք որ այստեղ շատ կարևոր է այս տոհմիկ արժեքների պահպանությունը հավատարմությունը քրիստոնեական արժեքներին եւ իհարկե ամենակարևորը այդ հաղթանակի ցկտումը եւ ապագայի նկատմամբ հավատը, որ ուզում ենք նաեւ ներշնչել մեր ժողովրդին այս ստեղծագործության միջոցով։ Իդեպ երեխաների շրջանում էլ շատ մեծ է հետաքրքրությունը, որովհետեւ մենք կազմակերպեցինք հանդիպում Հայկի հետ, երեխաների եւ Հայկի հանդիպումը եւ չեք պատկերացնի, քանի ժամ տևեց իրենց հարցերը, շատ տարբեր, շատ հետաքրքիր, որ չես պատկերացնում, այո, էպոսը, այսինքն միայն չեն ծանոթացել են տեքստերին, որոնք պետք է երգեն, այ իսկապես գրքերով եկել էին, ընթերցել էին եւ անչափ հետաքրքիր հարցեր էին տալիս, այ հենց ձեր հարցերի պատասխանը, որ նրանք արդեն էպոսին մոտեցել են։ Այո, նույնիսկ հերոսներ, որոնց մենք չենք անդրադարձել այս ստեղծագործության մեջ, բայց իրենք գնացել, հետաքրքրվել եւ իրենց հարցերը ուղղեցին, այդ օր մի 2 ժամ միայն հարցեր ուղեցին Հայկին մի կերպ ընդհատել ենք ուղղակի։ 1.5 ժամ ոտքի վրա կանգնած երգում էին, ես ապշել էի ուղղակի, բայց երևի էպոսը նրանց ուժ էր տալիս։ Վաու։ Ես նաև ձեր ցուցությամբ մեր հերոստատուղին նաև տեղեկացնեմ, որ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի բացառությամբ հայկական արտադրությամբ շապիկների, հուդիների, ջեմփերների արտադրությունն է սկսվել, որի վաճառքից 10%-ից 10% ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին, ճիշտ է։ Այո։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ նաև սա մշտական օպերային թատրոնի արդեն մտել է խաղացանկայո։ Այո, սա ֆանտաստիկ է, կրկին շնորհավորում եմ ձեզ ու նաև պրեմիերաների օրը ունենալու ենք նաև գրքի վերաբերյալ Այո, դա եւս ասեմ, քանի որ մենք չէինք ուզում, որ սահմանափակվեր, հա, որ միայն մենք կատարենք դա, ինչ որ կախվածություն ունենար, ինչ որ խմբավար, օրինակ կատարելու է ստեղծագործությունը, եթե չունի նյութ, ինչպես սա պիտի կատարի։ Ստեղծվեց կլավիր, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր դպրոցի, երաժշտական դպրոցի յուրաքանչյուր խմբավարի վերցնել նոտաները դաշնամուրի օգնությամբ արդեն կատարել ամբողջական ստեղծագործությունը եւ ծանոթացնել իրենց դպրոցի երեխաներին, արդեն էպոսին, այսինքն անցնելու այն ճանապարհը, որը մենք անցանք այս 4 ամիսների ընթացքում երեխաների հետ։ Նաև ես գիտեմ, որ այս հարցում շատ մեծ կարևոր դեր է խաղացել նաև Երևանի քաղաքապետարանը ամբողջ նախագծի մեջ, քանի որ ամբողջ նախագծի հիմքը եւ առհասարակ նախագիծը ստեղծվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ուզում եմ նշել նաեւ սրան նախորդող նախագծերը, էլի որոնք ընդգրկում են բազմաթիվ երեխաներ, սա շատ կարեւոր է, որովհետեւ երեխաներին մոտեցնելը արվեստին անընդհատ պահել հետաքրքրությունը, սա իսկապես կարևոր գործ է եւ այո ամբողջությամբ նախագիծը ստեղծման առաջին իսկ վայրկյանից գտնվում է քաղաքապետարանի հոգացության ներքո։ Շատ լավ, մենք շնորհակալ ենք ձեզ ամբողջ մեծ թիմով այն 400 լույսի կտորներին առանձին շնորհակալություն ու իմ կարծիքով յուրաքանչյուր ծնող իր պարտքը պետք է համարի իր երեխայի հետ ներկա գտնվի այս ամենը, որովհետև եւ ասում եմ երբ վերնեք միտեղ չի լինում, իմ կարծիքով սա այն բացառիկ դեպքերից է, որտեղ կա ֆանտաստիկ էներգետիկա, գիտելիք, երաժշտություն կենթանի գժական էներգիա բեմի վրա, որը որ հիմքում ահռելի մեծ աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Մենք այս ամենի մասին ես վստահ եմ, որ դեռ շատ տարիներ ենք ունենալու խոսելու ու ոչ միայն Հայաստանում կխոսեն, այլ Հայաստանից դուրս էլ կքննարկեն սա, որտեղ սա մեգա գժական գործ է։ Շնորհակալ ենք։ Ձեզ նույնպես։ Ձեզ լավ օր, իսկ մենք ասենք բակա մեր հեռուստադիտողին դե ինչ չմոռանանք դեկտեմբերի 16-ն է երեքշաբթի վաղը տավարում արդեն կաշխատեն մեր մյուս գործընկերները Թերեզան եւ Քրիստինան այս մենք շունչ կքաշենք չէ մենք ձեզ շատ կկարոտենք կհանդիպենք արդեն 5 շաբթի Ձեզ լավ օրվա շարունակություն